երբ ինչ-որ մեկը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, դա բոլորովին չի նշանակում, թե նա պայքարում է Հայաստան պետության դեմ։ Եթե ինչ-որ մեկը ասում է, որ ուզում է մեր եկեղեցու կաթողիկոսը խախտած չլինի բարևարկության եւ կուսակրոնության ուխտը, ապա դա չի նշանակում պայքար եկեղեցու դեմ։ Եվ ես մեր խորհրդարանական ընդդիմությանը խնդրում եմ չկրկնել ուղիղ 1 տարի առաջվա սխալները, երբ տարբեր գործիչներ, չգիտես որտեղից հայտնված պնդումը, թե Տավուշի մարզի 4 գյուղ են հանձնում Ադրբեջանին, վերցրին ու անդադար կրկնեցին, իսկ երբ հետո պարզվեց, որ նման բան չկա, սկսեցին արդարանալ կամ որ ավելի վատ է պնդել չէ ու չէ տվել են։ Հիմա ձեզ շատ եմ խնդրում, անդադար մի կրկնեք, թե եկեղեցու կամ կաթողիկոսի դեմ արշավը Նիկոլը սկսել է կատարելով այս կամ այն երկրի առաջնորդների հրահանգը։ Մի արեք նման բան, մի արեք 2 պատճառով։ Կանցնի շատ կարճ ժամանակ, երբ հանրությունը կհամոզվի, որ հայ առաքելական եկեղեցու դեմ որևէ պայքար չկա եւ չէր էլ կարող լինել։ Այս եւ այն երկրում մտքներով էլ չի անցնում, որ նման պահանջով կամ խնդրանքով դիմեն Հայաստանի ղեկավարներին, բայց երբ խորհրդարանում նման պնդումներ են հնչում, չի կարող նրանց մոտ նման գայթակղություն չառաջանալ, չի կարող, քանի որ ասում եւ ասելու են, եթե այս ազգի падգամավորները նման բան են մտքներով անցնում, ապա ինչու մենք դրանով չզբաղվենք։ Ինձ համար մտահոգությունը ոչ թե այս վեճն է, այլ այն, որ ոմանք իրենց քաղաքական հաշվարկներից ելնելով փորձում են պետություն եկեղեցի շարքային հավատացյալ եկեղեցի բանավեճից բռնելով հետապնդել բոլորովին այլ նպատակներ։ Ավելի պարզ ասած, ոմանք ձեռքերը շփելով ասում են. հրաշալի վիճակ, եկեք այս բանավեճի մեջ մտնելով տապալենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ոմանք էլ ասում են, ինչ հրաշալի վիճակ, եկեք ոչնչացնենք, վերջնականապես հեղինակազրկենք հայ առաքելական եկեղեցին։ Միանգամից ասեմ, որ այս երկու խմբակներն էլ դաժան պարտություն են կրելու։